Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Որ շատ է երկարել զեկույցը եւ օրենքը թույլ չի տալիս, որպեսզի մտնի օրակարգ հարցը եւ հնարավոր է լսումներ կազմակերպել եւ այդ ձևաչափով։ Նախագիծը ճիշտ է, ասում շատ երկարել է, բայց նաեւ լուծումներ կան նույն կանոնակարգ օրենքին, որին ես հղում եմ արել, կանոնակարգ օրենքի 7-րդ գլխի 25-26 հոդվածների։ Այստեղ մեկնաբանության խնդիրներ է առաջանում, բայց այստեղ մեկնաբանությունների նաեւ լուծումը տրված է իմ բացատրությունների մեջ նամակով, որ ես ուղարկել եմ ազգային ժողովի նախագահին, որն է, որ եթե ժամկետների խախտման խնդիր կա, չէ որ քառօրյա պատերազմի զեկույցի ժամանակ էլի ժամկետները խախտված էին, բայց օրենսդիրը մեկնաբանությունը իրատվել է, նախադեպ կա։ Դա խախտել չի կարելի, ցանկացած իրավաբանի եթե հարցնեք, այդ նախադեպը գոյություն ունի, այսինքն մեկնաբանություն ատվել օրենքի այդ վիճելի դրույթներին։ Ասես նախադեպերով պետք է շարժվեմ առաջ, 3 մարմնի հարցեր են։ Շրջագույն ժողովրդավարական երկրներում ինստիտուտ է, այսինքն նույն օրենսդիրը տվել է իր մեկնաբանությունը այդ երևույթին, ժամկետը ձգելու կամ չձգելու։ Այսա քննարկելու բան չկա։ Կներեք էլ ինձ։ Ինչ վերաբերվում է պատշաճ զեկույցը ազգային ժողովի նախագահին ուղարկելուն, դա մի վարքյան քարտուղարության միջոցով է հանձնվել եւ ես այլ տարբերակ չգիտեմ բացի ազգային ժողովի քարտուղարությունից նման զեկույցը ազգային ժողովի նախագահին հասցնելու տարբերակ, որովհետեւ նույն քառօրյայի ժամանակ նույն սկզբունքով, նույն հասցեով, նույն գրանցված, մալբերով նամակ ուղարկվել է քարտուղարությունում փաթեթը ունեցել է իր համարը եւ եթե վերջին հաշվով զեկույցը չլիներ դրա մասին դժվար է ազգային ժողովի նախագահը խոսեր զեկույցը կա հիմա եթե խոսք կա գնում որ պետաիրավական հանձնաժողովի եզրակացություն կա ես կուզեի տեսնեի Վլադիմիր Վարդանյանը Հայաստանում չի գա եւ նա տեսնենք պետաիրավական հանձնաժողովը ինչն է ուսումնասիրել որ ազգային ժողովի նախագահին ասել է որ ասենք թե կա խնդիր 3 ամսից ես կառույցից անդից ստացել եմ Չէ երրորդը ասվեց որ Պարոն քարտուղարությունը դա ոչ մի բան չի ասում, քարտուղարությունը շարժվում է ըստ ձևակերպումներով։ Քարտուղարությունը իրավական կառույց չի։ Ես խոսում եմ նախադեպերից։ Դժվար թե Թաթուլ Սողոմոնյանը իրավական այդ խորությունների միջից ընկալեր սահմանադրական պահանջները։ Բայց դա իր երևույթն է։ Թաթուլ Սողոմոնյանը ասել է, որ գրված է այսպես խախտվել է, բայց այդ դեպքում եթե խախտվել է նաև քառօրյայի ժամանակ, նույն մեր քարտուղարության ղեկավարին չէ ժամանակ չի ասել որ խախտվել է։ Պարոն Քոչարյան, ասում են խնդրում եմ իրաց չխանգարեք։ Ասում են լիագումարում չենք ներառի, բայց այլ ձևով այդ դեպքում ասեք որ կետի դուք չեք խանգարում իրար։ Հարցը տվեք, շատ լավ հարց է տալու։ Դուք մի հարց տվողին մտեք հարցի մեջ։ Այդ դեպքում հարց առաջանում որ կետի համաձայն, որովհետև եթե լիագումար չի մտնում, ինքը արկախված է մնում։ Եթե մտնում է նշանակում է զեկույցը գոյություն ունի եւ օրենքի պահանջն է, սահմանադրական օրենքի, որ զեկույցը այդ դեպքում պետք է լիագումարում զեկուցվի։ Եթե այլ տարբերակով է գնում, նշանակում է զեկույցը գոյություն չունի։ Այսինքն եթե ասում ենք, որ ժամկետն անց է եւ զեկույցը արդեն չի կարա գոյություն ունենա, նշանակում է զեկույցը չկա, ինչն ենք զեկուցելու։ Դեմ եք որ փոխանցումներ լինի։ Քննարկում կարամ հենց հիմա էլ ես հավաքեմ որպես հանձնաժողով, բոլորին հավաքեմ, սկսեմ քննարկել, բայց սահմանադրական օրենքի պահանջը լրիվ այլ է։ Լիագումար նիստում ինքը իր իրավական ուժը պետքա կիրառվի։ Հիմա ես սպասում եմ, որ հաջորդ խորհրդի նիստում կլինի որոշում։ Եթե չի լինի, կներեք, այդ դեպքում պետքա իրավաբանները տան հարցի պատասխան։ Վերջին հաշվով հենց այնպես չի, որ ես եթե նամակ եմ ուղարկում իրավական բացատրությունների, որևէ մեկի չեմ խորհրդակցել։ Եթե խոսում են իրավաբանական կրթության մասին, ես էլ ունեմ այդ կրթությունը։ Թող վերցնեն նաև գնահատականները համատեն։ Պարոն Քոչարյան, ինչու է տարբեր մեկնաբանության առիթ Այդպես են երկու իրավաբան միշտ երկու կարծիք ա լինում։ Իրավաբան չէ, երկու քաղաքական գործիչ։ Ալևին Սիմոնյանն ասում է մեկնաբանման հարց է, ես խնդիր չունեմ, պարոն Քոչարյան։ Ելի չունենք, ես էլ չունեմ։ Յուրովի եք մեկնաբանում։ Ես չեմ մեկնաբանում, ես խորհրդակցում եմ նաև այնպիսի իրավաբանների հետ, որոնք նաև տիրապետում են սահմանադրական իրավունքին։ Ես անուններ չտամ, որովհետև այն մարդիկ, որոնք նաև քննարկել եմ, որտեղ ես երեխա չեմ, նաև քառօրյայի ժամանակ եմ քննարկել, որտեղ այնտեղ է կալ ժամկետի խնդիր։ Բայց մի մոռացեք, որ Պաշտպանության հանձնաժողովը երկու դեմքով է հանդես գալի եւ տարբերվում է մյուս հանձնաժողովներից։ Ինչու՞, որտեղ մեր մշտական գործող այն հանձնաժողովն է, որը միայն ունի իրավասություն նման հարցերի քննություն իրականացնելու։ Դա ինչ է նշանակում, որ դու երբ որ ժամկետը վերցրել ես
X ժամանակահատվածի համար 6 դու փաստեր ես հավաքագրել, բայց զեկույցի պատրաստման համար ժամկետ չկա նշած։ Տիկին Խաչատրյան, դու գոնե շատ լավ գիտես, ես քեզ իրավական այդ բաները բացատրել եմ։ Եվ հիմա ձեզ եմ բացատրում։ Այստեղ խնդիր չկա։ Նախ վերջին հաշվով նպատակը, զեկույցի նպատակը ունենալ զեկույց, ցանկացած լուծում իրավական պետքա ձգտի ինչ-որ նպատակի։ Մեր նպատակը ունենալ զեկույց, որի մասին անընդհատ խոսում են։ Եվ ամեն ինչ անում են, որ այդ զեկույցը հանկարծ չհայտնվի։ Հիմա նայեք, տեսեք, ընդդիմությունը մի հատ ձեն չի հանում։ Ժողովուրդն անդադ գրում է, որ ինչ-որ բանագրեր են, որում արդեն շատ հիմնավորված, ինչ-որ կոնսուլտացիաներ կան եւ նաեւ տեղեկատվություն զեկույցից։ Lurrer.com-ը ումն է։ Կա այստեղ ինչ-որ մեկը։ Նրանք էլ արտատպել են այլ բանով եւ այլն։ Խնդիրը դրա մեջ չի։ Նպատակը զեկույցն է, զեկույցը կա։ Զեկույցը իհարկե, պարոն Սիմոնյանը ճիշտ ասում, sense թե նենց հասարակության համար հասանելի պիտի դառնա։ Գամ անալոգիան դրա, փաստավակ խմբի 5 զեկույց, որի տակ իմ բոլոր 5-ի տակ իմ ստորագրությունները կան։ Ընդ որում մեկն է, որի ընդունումից հետո Համլետ Թադևոսյանի լուծարվեց փաստավակ խումբը, բայց զեկույցները հրապարակելուց հետո միեդի որոշման մեջ փաստավակ խմբի զեկույցներին նայել, չէ՞ հղումները։ Պատկերացնում եք, եւ հիմա այս զեկույցը sense մենք դարձնենք ֆուտբոլի գնդակ, ցենք տաշել։ Որոշում կա այս ամենի մեջ, պարոն Քոչարյան։ Չէ, ես չեմ տեսնում այդ սիրո։ Բա ինչ է խնդիրը, պարոն Քոչարյան։ Խնդիրը իրավականա կգտնեք լուծում, ինչի մասին է խոսում։ Այս ֆորմատը, որը ասում են, Մի վարքյան, դուք ինչ եք իրար խանգարում։ ֆորմատը, որի մասին նշում են, փակ լսումներ, ձեզ համար ընդունելի չի։ Նախ փակ լսումներ այդ ֆորմատ նշանակում է ասվում է, որ ըստ կանոնակարգ օրենքի որ ժամկետը խախտվել է, նշանակում է զեկույցը չկա, իհարկե, դա արդեն իրավական առումով վիճահարույց են էլ ոնց։ Եթե ընդունում ենք, որ զեկույցը կա, եթե գնում է փակ լսումները, ապա լիագումար ինչի չի գնում։ Եթե լիագումար չի գնում, նշանակում է զեկույցը չկա։ Իսկ եթե զեկույցը կա, փակ թե, բաց ինչ կարևոր է, իր հասցեն, դա լիագումար նիստերի դալիշն է։ Բայց ժողովի անդամները ինչ կարծիք ունեն այս հարցի հետ կապված։ Ժողովի անդամները չեն ծանոթացել զեկույցին։ Լուրջ եք ասում։ Առանց դրա ես ոնց եմ ուղարկել։ Այդ այնտեղ կան, ասենք Վիլեն Գաբրիելյանը չի ծանոթացել, որտեղ ինքը падգամավոր մանդատը դրել է։ Կա նաև մեր գործընկեր, որը որ չի ծանոթացել, բայց ես 23 թվականի սեպտեմբերից նամակներ ուղարկած ունեմ, որ ձեր տեսակետներ ուղարկեք, ինչպես 2 նամակ։ Այդ կարամ այդ նամակները հրապարակեմ, տեսնեք, այսինքն որևէ մեկի չի կարա շահարկի։ Ես բավականին փորձառություն ունեմ ուշադիր լսի։ Շատ լավ, բայց 23 թիվ սեպտեմբեր նամակները արկա են, բոլորին ուղարկված է։ Ինչի չեն եկել ծանոթանում։ Ինչի չեն եկել, եթե չեն ծանոթացել, հատուկ կարծիքով հանդես գան։ Դա շահարկել։ Որովհետև ես քննիչ հանձնաժողովի ղեկավարն եմ, դա չի բարձրացնում, դա աշխատանք է։ Չէ, նկատի ունեմ, որ ինչու Խնդիր չունենք։ Կարող զբաղված են եղել։ Ես հիմա ասեմ, ոչ մի խնդիր չկա թիմի ներսում, բացարձակ։ Նաև ես ասեմ, այդպիսի խնդրեմ քարորիայի ժամանակ էլ է եղել, բայց խնդիրը դրա մեջ չի։ Խնդիրը հանձնաժողովի անդամների գերակշիռ մեծամասնություն ոչ միայն ծանոթացել է, ունի իր դրած ստորագրությունը։ Չշահարկեք, ժողովուրդ լինի, չգիտեմ, ժամկետանց ուղեղով լինեն, անժամկետ ուղեղով լինեն, դա անհերքելի փաստ է։ Պարոն Քոչարյան, եթե քաղաքական որոշում չկա, եթե իրավական առումով խնդիր չկա, դուք եւ Ալեն Սիմոնյանը խնդիր չունեք միանց հետ, ուրեմն այս ինջուկը ի՞նչն է պատճառ, որ այսպեսի ձգվում է։ Կարող է շատ հնարավոր է, ես ասում եմ Վլադիմիր Վարդյանը, ես իրան մի հատ հարց տամ։ Արդյոք ճիշտ է, որ դուք լինելով պետերական հանձնաժողովի նախագահ տվել եք եզրակացություն։ Եթե տվել եք, ցույց տվեք այդ եզրակացության որոշումը։ Հանձնաժողովին իսկ եղել է թե չի եղել։ Կամ ինչ Իհարկե չի կարա լինի, այդ դեպքում օրակարգում Թադուր Սողոմյանն չի թող ես սխալվեմ։ Պետք է դրված լինի, որ օրակարգում դենց հարցականնվում։ Ինձ էլ հրավիրեն հարցեր տամ։ Իսկ աշխատակարգային նիստով հնարավոր է։ Ոչ, կներեք, բոլոր հանձնաժողովները օժտված են հավասար լիազորությունով։ Շատ լավ, պարոն Քոչարյան։ Եվ վերջին հաշվով ով ասեց, որ իմ պաշտպանության հանձնաժողովի իրավաբանները ավելի քիչ են տեղեկացված, քան մեկ այլ հանձնաժողովի փորձագետները, եւ մենք Արտակ Հարությունյանն են գեներալի ուսանողները, որի ուսանողները մինչև հիմա կրթություն են ստանում այդ մարդուց։ Ինչի մասն է խոսքը։ Հանձնաժողովից էլ կան անդամներ, որոնք համարում են, որ զեկույցը չպետք է լիագումար նիստերի դալիճում լինի։ Անդամներից հարցնում եմ։ Բոլորը այսինքն կարծում են, որ պետք է լիագումար։ Բռնացնում եք հարցրեք, ես չգիտեմ։ Չէ, պաշտպանության հանձնաժողովում չկա այդ հարց, ինչի չկա, որովհետեւ պաշտպանության հանձնաժողովը անդամները ստորագրել են զեկույցի
կարծեմ երրորդ էջում եւ ուղարկված է զեկույցը ամբողջությամբ, որովհետեւ նաեւ արձանագրությունները նիստերի ամեն ինչ տասնյակ հազարից ավել փաստաթղթեր ատակը, տեսագրություններ, ձայնագրություններ, ֆոտո, ուրեմն նյութեր, ինչի մասին է խոսքը։ Այս աշխատանք ունեցել եք, օրինակ մտավախություն չունեք, որ եթե զեկույցը չհրապարակվի, դες կարող են ասել, որ ինչ որ բաներ ունեիք թաքցնել։ Ինչ ես ասում։ Չէ, բա դա Պետք է ինձ պետք է մեղադրեն։ Բայց ինչի համար է իր իրավակարգավորները գնում դեպի դիագումար նիստ, հետո գնում է համապատասխան հասցեով ըստ գաղտնիության պահանջի, որից հետո իրավասու բոլորը կարդում են, բոլոր համապատասխան կառույցները ուսումնասիրում են եւ կանոնում են եզրահանգումներ։ Ես նկարում եմ ձեր թիմում ինչ տիպ։ Ոչ։ Մեր թիմը անհամբեր ես հասկացել եմ, որ մեր թիմը անհամբեր սպասում է զեկույց։ Երեք, երբ որ ես այն հարցազրույցից հետո ֆակտորի մտել եմ դալիճ, բոլորը սպասում են զեկույց։ Ինչի՞։ Որտեղ վերջինաշով է զեկույցը մեր երկրի համար է, այս զեկույցը ոչ իմ համար է, դե ինչ եմ ասում, որ ընդդիմությունը պարտավոր էր մասնակցել։ Եվ հիմա իրանք էլ ծանոթաներս որ մոտեցել են, չասեմ անուններ, բա առաջի բաժնում կա այդ ծանոթանում։ Շատ լավ հարց է տալի։ Առաջի բաժին որպեսի մտնի, ինքը պետք է գա լիագումար նիստ։ Իսկ եթե չգա, չի կարող գնալ առաջի բաժին։ Ոնց։ Չգիտեմ, հարցնում։ Կարող է մեր տունն է թե, կարող է ձեր տունն է թե, դե չի, իրավակարգավորում կա։ Մի հարցրու դու տրամբան։ Իրավագիտությունը դա տրամաբանությունը, բարոյականությունը, հիմա տրամաբանությամբ շարժվում։ Պարոն Քոչարյան, հիմա եթե ասվում է, որ որոշումը սա է, Ազատություն Ռազուկյան, մի անգամ դուք մեծ խնդրեմ փորձեցիք սարքել իմ անձի շուրջ, բայց ոչինչ։ Ես ներողամիտ եմ, չկա այդպիսի բան։ Ես ներում եմ։ Շնորհակալություն, բայց պարոն Քոչարյան, հիմա եթե ասվում է, որ փակ լսումներ, Ինչ փակ լսում։ Փակ լսումներ։ Ասեք օրենքի որքետով ես դեմ չեմ։ Ինչ եք անել, ուզում եմ հասկանալ։ Վերջին հաշվով, եթե ոչ մի բան չլինի, կներեք, փակ լսում նշանակում է զեկույց չկա։ Չի հասկանում ես աղջիկ։ Չէ, ես հարցնում եմ ձեզ։ Ես էլ պատասխանեցի, բացատրեցի իրավաբանորեն, որ ես էլ եմ իրավաբանական երկրորդ կրթությունը իրավաբանությունն է, որում կարող եք Ջանգիրյանին հարցնել, ինքից 5 է դրել։ Պարոն Քոչարյան, Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Ես պարոն Փաշինյանի հետ չեմ քննարկել, բայց բնականաբար ինքը որևէ դիրքորոշումը հայտնել է այս առումով։ Պարոն Փաշինյանի դիրքորոշումը հայտնված է, երբ որ ինքը 10 ժամ քննիչ անձնաժողովում պատասխանել է հարցերին։ Հիմա խնդիր կա, Չկա խնդիր։ Չկա խնդիր։